Գնդակահարեցին Թալիշի բնակիչներ Վալերա Խալափյանին ու կնոջը, կտրեցին նրանց ականջները։ Խոշտանգեցին անգամ 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին, Վալերայի մորը։ Սարսափ ֆիլմից չեմ պատմում, ընդամենը 10 տարի առաջ է եղել, երբ Ադրբեջանը խոշտանգում էր հայերին։ 2016-ի ապրիլյան պատերազմի առաջին զոհերից էր 12-ամյա Վաղինակը։ Երեխաներ կան դրսում վիրավոր, ես ու մայրիկը դուրս եկանք, ընկեր Գրիգորյանին գայանաքույրիկին։ Բաղաշակի մամային տեսանք այնտեղ, հետո ձեռքեր անունուց վազում էր։ Վաղինակ Գրիգորյանը դպրոցական պայուսակը ուսին է զոհվել։ Ադրբեջանական արկը դպրոցի մոտ էր ընկել։ Վաղինակը դպրոց չհասավ։ Վիրավորվեց ճանապարհին ու մահացավ հիվանդանոցում։ 10 տարի առաջ այս օրը լավ է հիշում մարտունեցի Արտակ Մկրտչյանը։ Նա ուսանող էր, Շուշիում էր սովորում։ Արտակի դասի գնալու ճանապարհն էլ կիսատ մնաց։ Մինչև կոնկրետ ես դիրքեր բարձրանալը Մարտունիում լուր պատտվեց, որ մարտունեցի յուրին է զոհվել Մադաղեսում եւ մենք Մարտունիում ունեինք երկու յուրի, ովքեր ծառայում էին Մադաղեսում, դեռ չգիտեինք որ մեկն է, մեկուսն էլ ընկեր, երկուսն էլ համարյա մի փողոցում էինք ապրում, բայց արդեն պարզվում է, որ մեր կոնկրետ իմ հարևան ու ընկեր յուրին է զոհվել եւ ցավոք ես չեմ հասցնում ներկա գտնվել իր հոգեհանգստին եւ հոգավորությանը, քանի որ արդեն այդ ժամանակ մեկնել է դիրքեր։ Բարբերաբար ռմբակոծվում էին Մարտունին, Մարտակերտը, Հադրութի մի քանի գյուղեր։ Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ էին խաղաղ բնակիչները։ Սա վայրագություն էր, որ իրականացվել է եւ դա ես երկու դեպքերը միակը չեն, ելի եմ կրկնում, ապրիլյան պատերազմում մենք տեսանք Ադրբեջանի անմարտկային վարքագիծը, հանցավոր վարքագիծը եւ նման երևույթները շատ ավելի մեծ ծավալներով այնուհետև արձանագրվել են նաեւ 44 օրյա պատերազմի ընթացքում։ 2016-ին Ադրբեջանի վայրագությունները տևեցին 4 օր։ Հայկական բանակը կարողացավ կանխել այն։ Նախ պարտավոր ենք դանել, մենք չենք հարձակվել, մենք մեր տունն ենք պաշտպանում, մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում։ Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերին վերսկսեց իր ցեղասպան գործողությունները, խոշտանգումներ, սպանություններ, գերեվարություններ եւ Ադրբեջանի նույն ձեռագիրը շարունակվեց 2023-ին, երբ ամիսներ շարունակ շրջափակման մեջ ապրող արցախցիների դեմ սկսեցին պատերազմ։ Սառնախբյուրում մորթեցին խաղաղ բնակիչներին։ Ասում եկեք հասկեի։ Թորնս ձերքերը լողնալիս սկսալ են երատալ։ Այնա տղաս եկալա թապրտեր դիշիկ, արա թորը դիշկյա, թագյումքում դիշեք շեի։ Դիշիմ եկալ ասես լավ ժակետս այնալալ մաղակը մովերտերյատ, լավ ժակետս երում կալալ դիշ եկա։ Իրական պատմություններ են, որոնց մասին չի ցանկանում խոսել պաշտոնական Երևանը։ Փոխարենը խոսում է իր հայրենակիցներին մորթողի հետ խաղաղության մասին, իսկ դրա դիմաց ստանում նոր պահանջներ։ Ինչքան հակառակը, ինչքան մենք թուլացնենք այս խոսույթը, ինչքան մենք պահանջատեր չլինենք, մեր իրավունքների հետևից չգնանք, չասենք, որ էթնիկ զտում է եղել Արցախի ժողովրդի նկատմամբ, ցեղասպանություն է կատարվել, դրան ի հակադրություն Ադրբեջանը շատ ավելի մեծ ծավալներով, շատ ավելի մեծ։ Տեսեք հիմա ով է դրա մասին խոսում։ Խոսում է այսպես կոչված մարդու իրավունքների հանձնակատար մի մարդ, որը ոչ մարդ բառի հետ կապ ունի, ոչ իրավունք բառի հետ կապ ունի եւ որի աչքի առաջ 120,000 մարդ մատնվում էր սովի, 30,000 երեխա մատնվում էր սովի ու ինքը ձեն ու ծպտուն չէր հանում, բայց հիմա միջազգային հարթակներում խոսում է ադրբեջանցիների նկատմամբ իրականացած է։ Սա ցինիզմի ամենավերջին մակարդակն է։ Թշնամու ձեռագիրը չի փոխվել քառօրյա պատերազմից մինչև 2023-ի տեղահանություն։ Հայաստանի դիրքորոշումն է փոխվել, փոխելով նաև հայկական Արցախի ճակատագիրը։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։